ամուսու, լավ։ Գյումրիի ավագանու արտահերտ ընտրությունները թեժ են ընթանում, ձերբակալություններով, վախեցնելով, սպառնալիքներով։ Չէ, դուք ինքներդ լավ գիտեք, որ քարոզարշավը դեռ չսկսած, որոշ քայլիստներ սկսեցին շատ իրենց վուլգար պահել, կարելի ասել, Facebook-յան հարթակում հատկապես սոցիալական ցանցերում ամենավերջի վիրավորանքները տալով մրցակիցներին, անվանարգելով նրանց, անձնական տիպի վիրավորանքներ տալով, եւ դա իհարկե շատ տխրեցնող էր եւ շատ կռեհիկ էր, չնայած սпасելի էր նրանցից ամեն դեպքում, բայց որքան հասկացա, իրենք հասկացան, որ դա հագարակ էֆեկտ է տալու։ Սա իրենց համար համապետական ընտրություն չէր եւ իրենց արդակնոցային բերանները բացելը, սրան նրան անձնական տիպի վիրավորանքներ տալը, դա կարող է շատ մեծ խնդիրներ ստեղծել հենց իրենց Սարիգի համար։ Եվ որքան տեսակ այդ նույն մասսան սկսեց շատ զգուշ իրեն պահել, առավել եւս որոշ ուրեմն կերպարներ էլ ընդհանրապես Facebook-յան հարթակից կորան իրենց հանրաճանաչ ռեպլիկներով եւ ելույթներով, այն որ ամեն ժամը մեկ, կես ժամը մեկ ինչ որ գրառումներ էին անում։ Այս մթնոլորտում, թե ով կդառնա քաղաքապետ, կանխատեսումները տարբեր են։ Ես համարյա համոզված եմ, որ Նիկոլեն Սարիկը կգրավի 3-րդ, 4-րդ պատվավոր հորիզոնականը իրենց համար, եթե շատ աշխատեն իր համար։ Եթե ոստիկանությունը, եթե ազգային անվտանգության ծառայությունը, ամենայն հավանականությամբ, եթե նաև Արման Սահակյանը, եթե շատ աշխատեն, Գյումրվա լեզվով ասած, բարբարով ասած շատ վիզ տնեն, միգուցե Սարիկը այդ բաները հորիզոնականները զբաղեցնի, բայց նաև պիտի ասեմ սրա հետ միասին, որ պարտվելով հանդերձ Նիկոլ Փաշինյանը քաղաքի կառավարումը ոչ մի ուժի չի անում։ Իմ կարծիքով այս պահի դրությամբ 5-ից ամենաքիչը 5, ամենաշատը 6 քաղաքական ուժեր հնարավորություն ունեն անցնելու անցողի քշեմը 4% կուսակցությունների պահով եւ 6% դաշինքների պահով իմ կարծիքով կանցնեն Մարդունը Գրիգորյան, Վարդանը Ղուկասյան, Սարիգը Մինասյան, այդ հաստատ կանցնեն, մյուս քաղաքական ուժերից մեծ հնարավորություններ ունեն անցնելու Ռուբենը Մխիթարյան եւ իմ կարծիքով նաեւ լավ աշխատանքի պարագայում նաև բավական լավ արդյունք ցույց կտա նաև Կարենը Սիմոնյան։ Մյուս քաղաքական ուժերի պահով չեմ կարող ասել, որ նրանք այդքան շատ լավ վիճակում են։ Ես հույս ունեմ, որ Գյումրին եւս մեկ անգամ կմերժի բռնությունը, կմերժի անարդարությունը, կմերժի հայրենիքը ոչնչացնելը եւ կընդրի հայրենիքը, ոչ թե անհայրենիք անձի կընդրի։ ՔՊ թեկնածուին մերժելու համար գյումրեցիները մատնանշում են Սարիկ Մինասյանի անցած ճանապարհը։ Երբ որ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուն էի, այդ անձնավորությունը Գյումրվա բարբարով ասած 10-ով կայրանում հանրապետական կուսակցության համար։ Բերեք ճշտենք մեկ բան, 2017 թվականին Սարիկ Մինասյանը սատարել է Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարող Հայաստանի Հանրապետական կուսակցության Շիրակի մարզից ռեյտինգային ցուցակով պատգամավորական տեխնացու Արման Սահակյանին, ով համարվում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ամենամոտ գործընկերը։ 2016 թվականի ընտրություններին ում համար է աշխատել Սարիկ Մինասյանը։ Ես այդ ժամանակ եղել եմ քաղաքապետի տեխնացու Սարիկ Մինասյանը գծի հետև թաղամասում, ինչպես իրենց բառապաշարով պիտի ասեմ, վազվզում էր Բալասանյան Սամվելի համար։ Բալասանյան Սամվելը ում տեխնացուն էր, Սերժիկ Սարգսյանի տեխնացուն էր։ Ճիշտ եմ հիշում հանրապետական։ Ասում եմ 1 տարի Սարիկ Մինասյանը դառնում է արդեն Արման Սահակյանի տեխնացուն եւ այնինչ անում էր Բալասանյան Սամվելի համար, անում էր Արմանի համար։ Ում մանրակրկիտ այդ պատմությունները պատմում են, թե ինչպես է Արման Սահակյանը ամեն ինչ արել, որպեսզի իր ընկերը Սարիկ Մինասյանը դառնա սոցիալ-պետ։ Հիմա եթե ՀԿ-ի հետ այսպես սերտ համագործակցած աֆիլացված Սարիկ Մինասյանը իրանցն է, թող իրանց է լինի, ով է ինչ ասել, բայց իրանք չներկայացնեն այնպես, որ Սարիկը ունի քաղաքականության մեջ այսպես նախկինների հետ որևէ առնչություն չունեցող պատմություն։ Չի կարելի, գիտեք, սա է խնդիրը։ Ում են էշի տեղ դրել։ Ինչպես ասում են, իրանք էշն են, խոդը մեջ տեմն են տնում։ Ողջ քաղաքը գիտեր այդ ժամանակ, որ Արմանը տոպրակներով փող էր բաժանում, ողջ քաղաքը գիտեր։ Նույնիսկ ձևերն էին ասում, 10,000-ը մեկից էին տալիս,
ասում էր կստորագրես, քվեարկես կբերես 5000-ը հետո։ Գյումրիում կանխատեսում են, որ իշխանությունները կգնան կեղծիքների ու ընտրախախտումների։ Մարդկանց են գրանցել տալու, այսինքն Գյումրիի հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ գալու են ընտրության եւ մենք դա շատ լավ գիտենք, բոլորս էլ պատկերացնում ենք։ Այդ բոլոր հանգամանքները հաշվի առնելով, այդ նույն դպրոցների տնօրեններին ընդգրկելով իրենց ցուցակի մեջ, այդ պոլիկլինիկայի տնօրեններին ընդգրկելով ցուցակների մեջ, դա պատահական չէ։ Դա ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահման ամենաառաջին դրսևորումն է։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ոչ մի անգամ այդ պոլիկլինիկայի տնօրենը չի գնալու եւ չի զբաղեցնելու ավագանու անդամի պաշտոն։ Շատ լավ գիտեն, որովհետեւ իրենց դա ձեռնտու չէ։ Բայց իրենք ընդգրկել են այդ մարդկանց, որովհետեւ ձեն հավաքեն։ Այդ 100 հոգուն դուք համարում եք պատահական են ընդգրկել։ Դուք պատկերացնում եք այդ 100 հոգին, իրենց բարեկամներով, ծանոթներով, հարազատներով։ Ես տասնյակ մարդկանց գիտեմ, ովքեր Նիկոլին ամենավերջին հայոյանքներն էին տալիս։ Մեր թաղում կոնկրետ։ Բայց հիմա ասենք թե տադիգը հելնում ասում է իմ թորան ընտրեք, էլի, առաջին ընտրեք, որովհետև իմ թորը ավագանի է դառնալու։ Տադիգը չի հասկանում, որ իր թորը Նիկոլի դիմից է։ Ըստ կանխատեսումների ոչ մի տեխնացու 50+1% ձայն չի հավաքի։ 30-25%-ի բաշխվածություն կլինի, 30-25-18 եւ այդպես շարունակ։ Այսինքն նույնիսկ ես մտածում եմ կարող է ստացվի այնպես, որ երկու տեխնացու իրար միանալուց չկարողանան մեծամասնություն կազմել։ Նույնիսկ այդպես կարող է ստացվել։ Եթե Գյումրիում արձանագրվի 50+1, ուրեմն հաստատ համոզված եղեք, որ դա կեղծված է։ Չի կարող նման բան լինել։ Գյումրիում էսպայի դրությամբ որևէ քաղաքական ուժ 50+1 ձայն չունի ու քաղաքացիական պայմանագիրն է ինքը գիտի։ Գյումրին փոքր քաղաք է, մենք բոլորս էլ բոլոր ոլորտներում ծանոթներ ունենք։ Նույն, ես չեմ ասի ուժային կառույցների անունները, բայց նույն ուժային կառույցների ունեցած տվյալներով ԿՊ-ն երկրորդ տեղում է։ Այս պահի դրությամբ շատ քիչ առաջ անցնելով երրորդ տեղը զբաղեցնող ուրեմն քաղաքական ուժ։ 50+1-ը ոչ մեկ քաղաքական ուժ չի ունի։ Բայց միավորումներ հետո կլինեն։ Քանի որ այսպիսի բաշխվածություն է տեղի ունենալու, շատ հնարավոր է, որ չկարողանան իրար հետ լեզու գտնել ավագանիները եւ տեղի ունենան նոր ընտրություններ։ Էսպայի դրությամբ քաղաքացիական պայմանագիրը ունի հիմնականում երկու ուժեղ մրցակիցներ, դա եւ Վարդան Ղուկասյանն է, եւ բավական վերջին շրջանում ակտիվացել է նաեւ Մարդուն Գրիգորյանը իր թիմով եւ իր հնարավորություններով, բավական լավ դիրքերում է Ռուբեն Մխիթարյանը, այնպես որ իրենք ոչ մեկին չեն կարող թերագնահատել։ Հասկանալի է, իրենք ընդամենը ինքնագովազդվում են։ Դուք երբեք չմոռանաք 21 թվականի ընտրությունները։ 21 թվականի ընտրություններից առաջ էլ նույն այդ պերսոնաժները 50%+1-ի մասին են խոսում։ Այն պարագայում, երբ որ ամբողջ Գյումրիում խոսակցություններ էին գնում, որ ԿՊ-ի եւ Բալասանյան դաշինքի միջև արդեն կա համաձայնություն, որ ԿՊ-ն առաջին տեղում է լինելու, ունենալու են քաղաքապետ, դե կողքից էլ Բալասանյան դաշինքը օգնելու է իրենց։ Ինչպես ասում է Տասագանը, վարունգը թարս փուսնեց։ Իրանք այդ իրենց շոտ, ուրեմն ինքնավստահ լինելու պահով հայտնվեցին երկրորդ տեղում, այսինքն պարտվեցին։ Նույնն էլ հիմա է լինելու ԿՊ-ն էսպայի դրությամբ առաջին տեղում չէ եւ չի էլ կարող լինել, հատկապես հաշվի առնելով թե իրենց տեխնազուի, այսպես ասած, կիքսերը, թե իրենց վարքագիծը քաղաքում։ Ցավոք սրտի այսօր կարող է նաեւ չմասնակցողների թիվը ավելի շատ լինի, քան մասնակցողների։ Այդ մեր խնդիրն է, որովհետեւ մեր բնակչությունը հասկանա, որ իր չմասնակցելով, մասնակցություն չունենալով, իր հիասթափությամբ ինքը բոլորից է խնդրեմ ստեղծելու։ Տարբեր սցենարներ կան։ Չի բացառվում, որ նույն Նիկոլը ընտրություններից հետո շատ արագ կալանավորի ֆավորիտներին։ Վանաձորի օրինակը մեր աչքի առաջ է։ Մարտը բացայտ լկտի դրսևորումներ է ցուցաբերում, երբ որ իրեն ձեռնտու չէ ընտրությունների արդյունքները, այնպես որ ամեն ինչ սպասելի է, եւ ձերբակալություններ, եւ ճնշումներ։ Գյումրին անկանխատեսելի քաղաք է առումով։ Իրոք ինքը կարա իր մեջ ուժ գտնի անարդարությանը իր կեցվածքով ցույց տա, որ դա արդար չի։
Շատերը կանխատեսում են, որ Գյումրիի ընտրությունները որոշիչ կլինեն նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար։ Վերջապես Գյումրիից քայլարշավով դեպի Երևան գնացած Լևոն Տեր-Պետրոսյանի ազատ ազգակործան Պադուհասը հենց Գյումրիով էլ կնքի իր քաղաքական վախճանը։ Ռիփսիմե Ջեբեջյան, Նունե Արևշատյան, Տարոն Ղանդիլյան, Վազգեն Հովանիսյան, Տրիբյուն AM։